Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է հանրային գնումների ոլորտում շահերի բախման եւ հակակոռուպցիոն կառուցակարգերի կատարելագործման հարցը։ Գործող ընթացակարգով, եթե բացահայտվում է շահերի բախում գնահատող հանձնաժողովի անդամի եւ մասնակից կազմակերպության միջև, ապա այդ անդամը ինքնաբացարկ է հայտարարում, իսկ գործընթացը շարունակվում է։ Նոր համակարգը կունենա ազդեցության 3 մակարդակ։ Նախ առաջին մակարդակ է առաջարկվում մտնել, որի համաձայն այդ մակարդակում ներառված պաշտոնների հետ փոխկապակցվածը դա երկրորդ ազգակցական կապն է կամ տվյալ պաշտոնյայի կողմից ուղղակի կառավարվող կամ անուղղակի կառավարվող ընկերությունը չեն կարող մասնակցել գնումների ընթացակարգերին։ Երկրորդ մակարդակում ներառվող պաշտոնատար անձանց հետ շահերի բախում ունեցող կազմակերպությունները չեն կարողանալու մասնակցել տվյալ պատվիրատուի եւ վերջինիս կառավարմանը հանձնված առևտրային եւ ոչ առևտրային կազմակերպությունների կողմից կազմակերպվող գնման գործընթացներին։ Երրորդ մակարդակում ներառվող պաշտոնատար անձանց հետ շահերի բախում ունեցող կազմակերպությունները չեն կարող մասնակցել տվյալ պատվիրատուի կողմից կազմակերպվող գնման ընթացակարգերին։ Հայաստանի պետբյուջեի միջոցներով 2025 թվականին Հայաստանում կառուցվել, վերակառուցվել, նորոգվել ու հիմնանորոգվել է 504.5 կիլոմետր ընդհանուր ճանապարհ։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը մանրամասներ է ներկայացրել նաեւ հյուսիս-հարավի շինարարության ընթացքից։ Ամբողջովին պատրաստ է արդեն հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի դեպի Գյումրի գնացող հատվածը աշտարակից առաջիկայում այնտեղ բացման միջոցառում նաև կիրականացնենք Քաջանից Ագարակ գնացող հատվածին 32 կիլոմետրանոց հատվածի վրա շինարարական ակտիվ աշխատանքներ են իրականացվում, այնտեղ նախատեսված 2 թունելներն արդեն փորված են, 15 կամուրջ է նախատեսված կառուցել, որոնցից 14-ի մասով շինարարական աշխատանքները ընթացքի մեջ են։ Իրանում շարունակվող պատերազմը Հայաստանի տնտեսությանը նույնպես վնաս է հասցնում։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն անդրադառնալով հնարավոր ռիսկերին հույս հայտնեց, որ այս իրադրությունը կարճ կտևի։ Գնաճային որոշակի ռիսկեր ենք մենք այստեղ առաջին հերթին տեսնում, երկրորդը նաև որոշ արտադրությունների կազմակերպման համար Հայաստանը նաև հումք է ստանում, որի դեպքում տեսնում ենք, որ նորից գնաճային այդպիսի ռիսկեր հնարավոր է առաջանան։ Եթե հետևում ենք ընդհանուր, այսպես ասած, քաղաքական գործիչների բարձր մակարդակով հայտարարություններին, կարծես թե հույս կա, որ ի վերջո մոտակա ժամանակներում կոնֆլիկտը կավարտվի եւ այդ պարագայում կարծում ենք, որ շատ մեծ բացական սպասումներ չպետք է որ ունենանք։ Նախորդ տարվա հարկային եկամուտները գերազանցել են 2024-ի թվային ցուցանիշը 14%-ով եւ ծրագիրը եւ ճշտված ծրագիրն անցել են հարկ վճարողների հետ մեկտեղ 100.2 եւ 100.3% կատարողական, նշեց պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։ Մաքսային հարկային տարանջատելու տեսանկյունից նայենք, էլի այդտեղ աճերը երկնիշ են, 14.5% աճ ունենք հարկայինի մասով, 11.6% մաքսայինի մասով։ Եվ եթե հարկատեսակներից խոսել է պարոն նախարարը, ես այս մասը բաց կթողեմ, եթե հարցեր կլինեն ավելի կոնկրետ կպատասխանեմ, բայց եթե բոլոր հարկատեսակներով ուղղակի նշեմ, որ բարձր աճեր ենք ունեցել, բացառություն է կազմել ռոյալթին, որը այսինքն մեր ամենախոշոր հարկվճարողի վճարած հարկերի նվազման պայմաններում նույնիսկ ԶՊՄԿ-ի մասին է խոսքը, մենք ունեցել ենք բավական բարձր հարկային եկամուտների աճեր։ Նիստի ընթացքում քննարկվեցին նաև ատոմակայանի շահագործման ժամկետը եւս 10 տարով երկարաձգելու ծրագիրը եւ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության մի շարք նախագծեր։ Աննա Մելքումյան, Սյունիք լուրեր։